Կրծքագեղձի նորագոյացությունը շարունակում է լինել աշխարհի ամենատարածված հիվանդություններից մեկը, որն ախտորոշվում է կանանց մեծամասնության մոտ։ Որքան շուտ է հայտնաբերվում հիվանդությունը, այնքան մեծ է լիարժեք բուժման հավանականությունը։ Կարևորելով սկրինինգային մամոգրաֆիայի դերը կնոջ առողջության պահպանման գործում, Նայիրի բժշկական կենտրոնը հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության առաջատար կլինիկաներից մեկի կրծքագեղձերի ճառագայթային ախտորոշման մուլտիմոդալ անվանի մասնագետ Օլգա Պուչկովային։ Վերջինս շրջել է բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի բաժանմունքում, ծանոթացել կենտրոնում առկա ժամանակակից սարքավորումներին եւ բուժման մեթոդներին։ Այնուհետև Օլգա Պուչկովայի գլխավորությամբ քննարկվել են կրծքագեղձերի տարբեր հետազոտություններ։ Հայտնի մասնագետը կիսվել է իր փորձով եւ դիմելով կանանց ընդգծել. սկրինինգային հետազոտությունները նպաստում են կրծքագեղձերում չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերմանը։ Ռուսաստանի ժամանած մասնագետին տպավորել է Նայիրի բժշկական կենտրոնի մամոգրաֆիկ ծառայությունը, որը հագեցած է մամոգրաֆիայի, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի, ուլտրաձայնային հետազոտություն իրականացնող վերջին սերնդի սարքավորումներով։ Ես հաճելիորեն զարմացած եմ, Նայիրի բժշկական կենտրոնը պարզապես հիասքանչ է։ Սարքավորումները ժամանակակից են, մասնագետները լավագույնն են իրենց գործում։ Կենտրոնը կառուցված է եվրոպական չափանիշներին համապատասխան, վերազինված է նորագույն սարքավորումներով։ Խորհուրդ եմ տալիս կանանց գալ այստեղ հետազոտվելու, դա նրանց կյանքի ամենաճիշտ որոշումներից մեկը կլինի։ Օլգա Պուչկովան հորդորել է կանանց չվախենալ սկրինինգային հետազոտություններից։ Բժիշկը եւս մեկ անգամ ընդգծել է, նորագոյացության վաղ հայտնաբերումը թույլ է տալիս պահպանել կրծքագեղձերը, խուսափել դեղորայքային երկարատև բուժումից, նպաստելով կնոջ կյանքի որակի բարելավմանը։ Եվրոպական երկրներում, օրինակ Շվեյցարիայում, Հոլանդիայում, Ֆինլանդիայում, Գերմանիայում մոտ 14 տարի է իրականացվում են կանանց սկրինինգային հետազոտություններ, որի շնորհիվ կրծքագեղձի քաղցկեղից մահացությունը 50%-ով նվազել է։ Կանայք սկսել են պարբերաբար այցելել բժշկի, որը միանգամայն ողջունելի է, քանի որ վաղ հայտնաբերված հիվանդությունը շատ ավելի հեշտ է բուժել։ Յուրաքանչյուր կին 40 տարեկանից սկսած պետք է անցնի սկրինինգային հետազոտություններ։ Ռուսաստանի ժամանած մասնագետի այցը Նայիրի բժշկական կենտրոն բարձր է գնահատվել տեղի մասնագետների կողմից։ Փորձի փոխանակումը կօգնի բացել յուրաքանչյուր փակդուր, ընդգծել են նրանք։ Մենք ունենք բավականին հարցեր, որոնց պատասխանը ստացանք իր այցի շնորհիվ եւ համոզված եմ, որ շարունակական է լինելու մեր համագործակցությունը եւ ես կհորդորեի կանանց չհապաղեն, չուշացնեն եւ անցնեն իրենց տարեկան հետազոտությունները։ Նայիրի բժշկական կենտրոն մասնավոր այցին հաջորդել է բժշկուհի Պուչկովայի եւ Հայաստանի տարբեր բժշկական կենտրոնների բժիշկ ռադիոլոգների եւ մամոլոգների հանդիպում սեմինարը, որը տեղի է ունեցել կենտրոնի ռադիոլոգիայի դպրոցում։ Ռուսաստանի ժամանած մասնագետը ներկայացրել է մամոգրաֆիայի դերը կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման եւ նախավիրահատական պատրաստման գործում խորագրով զեկույցը։ Այնուհետև մասնագետները կիսվել են իրենց փորձով։